Բարև ձեզ սիրելի աշակերտներ, ես Նոննա Հովսեփյանն եմ, Պուշկինի անվան համառոտ դպրոցի ուսուցչուհին։ Ողջունում եմ ձեզ հեռավար դասընթացի այս հարթակում եւ սիրով ձեզ կներկայացնեմ ձեր նոր դասը՝ Մոլորյալ որդու վերադարձը։ Դուք գիտեք, որ Հիսուս Քրիստոսը խոսում էր իր ժողովրդի հետ առակների միջոցով, որպեսզի մարդկանց ավելի հասանելի լիներ իր խոսքը եւ ավելի մատչելի։ Ահա նրա առակներից մեկը անառակ որդու վերադարձը, որն էլ ձեր այսօրվա դասն է։ Մի հարուստ մարդ երկու որդի է ունենում, եւ որդիներից կրտսերը մի օր գալիս է հոր մոտ եւ պահանջում նրանից ունեցվածքի իր հասանելիք, իր բաժինը։ Հայրը ստիպված կիսում է իր ունեցվածքը, բաժանում երկու մասի։ Ավագ որդին, վերցնելով իր ունեցվածքը ոչ միտեղ չի գնում, մնում է հոր կողքին, շարունակում աշխատել եւ ապրել հոր մոտ։ Իսկ կրտսեր որդին, վերցնելով իր ունեցվածքը, հեռանում է հայրական տնից, ձեռք է բերում նոր ընկերներ եւ սկսում է շվայտորեն վատնել իր ունեցվածքը։ Երբ նրա փողերը վերջանում են, ընկերները բնականաբար լքում են իրեն, որովհետեւ այդ ժամանակավոր ընկերները նրա կողքին են միմիայն փողերի համար։ Եվ սոված, տխուր օրեր է ունենում կրտսեր որդին, անցնում է աշխատանք փնտրելուն։ Գտնում է աշխատանք մի հարուստ ագարակատիրոջ մոտ եւ աշխատում է որպես խոզապահ։ Գիշերները տխրում է, հիշում է իր հայրական տունը, հիշում է ինչպիսի պատվի ու փառքեր արժանանում այնտեղ, ինչպես էին իրեն մեծարում իր իսկ ծառաները, զղջում է իր կատարած սխալ արարքի համար եւ որոշում է հետ վերադառնալ։ Երբ հետ է վերադառնում, նրա շորերը պատառոտված էին, նա շատ տանջված ու խղճուկ տեսք ուներ, բայց հայրն անմիջապես ճանաչում է որդուն, ընդառաջ է վազում նրան, գրկախառնվում, հրամայում է ծառաներին ճոխ սեղան պատրաստել նրա վերադարձի կապակցությամբ եւ ամենագեր եզը մորթել որդու գալստյան առթիվ։ Երեկոյան, երբ ավագ եղբայրը վերադառնում է արտից տուն, լսելով խրախճանքի ձայները, զարմանում եւ հետաքրքրվում է, թե ինչ է պատահել, եւ իմանալով իրողությունը, տխրում է, բարկանում, նեղանում հորից եւ հոխորտում է հոր դեմ ասելով. «Ես միշտ քո կողքին եմ եղել, բայց դու մի ուլ անգամ ինձ համար չես մորթել։ Ինչու՞մն է խնդիրը, որ քո այս անառակ որդու վերադարձը այսպես ճոխ եւ շքեղ նշում ես»։ Եվ հայրը պատասխանում է. «Դու միշտ իմ կողքին ես եղել, ճիշտ ճանապարհի վրա ես կանգնած եղել։ Իսկ եղբայրդ մոլորվել էր, նա սխալվել էր, կանգնել էր սխալ ուղու վրա, բայց ամենակարևորը նա զղջացել է, իսկ զղջացողին պետք է ներել»։ Առակը սովորեցնում է երեխաներ, որ միշտ պետք է հնարավորություն տալ մարդուն իր սխալը գիտակցելու, իր սխալը ուղղելու համար, եւ երբ մարդը գիտակցել է իր սխալը եւ ներում է հայցում, իսկապես զղջացել է իր արարքի համար, քրիստոնեությունը կոչ է անում անպայման զղջացողին ներել։